քննչական կոմիտեն այսօր արդեն հայտնեց հարուցված քրեական գործի մասին, դուք շարունակեցիք պնդել, որ տեղեկությունը կեղծ է։ Հիմա հասանելի է Ռուսաստանի իրավաբանական այդ ռեգիստրի կայքը, որտեղ նշված է ձեր անուն, ազգանուն, հայրանունով անձի անվան դիմաց Ռուսաստանի քաղաքացի։ Այստեղ տեղ գտած տվյալները ձեզ հետ կապ չունեն, պարոն։ Չէ, դրանց խնդիր չկա։ Մենք փաստաբանները դիմել են արդեն, իրավաբանները դիմել են, որ իր պատասխան տրվի այնտեղից, դրանց խնդիր չկա, մի անհանգստացեք, այդպեսի խնդիր չկա։ Այսինքն այն անուն, ազգանուն, հայրանունով անձը, որ այդտեղ ընկերության բաժնետերը դուք չեք։ Չգիտեմ ինչի մասին է կոնկրետ խոսքը, բայց կարող եք վստահ լինել, որ ընկերության բաժնետեր կարող եմ ես լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն։ Քննչական կոմիտեն ասում է, որ անհերքելի ապացույցներ կան, որ դիտավորությամբ քննչական կոմիտեն ասում է, որ դիտավորությամբ թաքցրել եք այլ քաղաքացիություն ունելու կամ ունեցած լինելու մասին տեղեկություն։ Հայտարարող հետ գրազ եմ գալիս, ինչի վրա է գրազ գալիս, որ ես չեմ ունեցել երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն։ Խնդրում եմ, ով որ այդպեսի բան ասում է, եթե պարզվի հակառակը, պատրաստ է հրաժարական տալ։ Պարոն Կարապետյան, դուք դիմել, ասացիք ձեր իրավաբանները դիմել են, ում են դիմել եւ ինչի համար։ Ամենանավանականությամբ երևի այդ երկրի դեսպանատուն, որպեսզի Պարոն Կարապետյան, ներկայացել եք քանի հոգու հանդեպ